Թեև ընդդիմադիր ուժերը խորհրդարանական ընտրություններին գլխավոր նպատակ են հռչակել վարչապետ Փաշինյանին իշխանազրկելու հարցը, այնուամենայնիվ այդ օրակարգի շուրջ համախմբում դեռ չկա։ Ընտրություններին դաշինքով մասնակցելու եւ այդ հարցով բանակցություններ սկսելու որոշման մասին մոտ 2 շաբաթ առաջ հայտարարեց Դաշնակցությունը, որ քաղաքական ուժերի հետ են այս շաբաթներին բանակցել եւ կան արդյոք որոշումներ։ Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնեց, հիմնական քննարկումները երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ են ընթանում։ Ասաց, շարժվում են եղած ձևաչափը պահպանելու ուղղությամբ։ Այդտեղ մենք խորը անկյունաքարային տարաձայնություններ ոչ միայն չունենք, այլ ունենք մոտավոր նմանատիպ պատկերացումներ։ 2021-ի արտահերթ ընտրություններին Դաշնակցությունը եւ Վերածնվող Հայաստանը համախմբվեցին երկրորդ նախագահի շուրջ։ Ձևավորվեց Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ։ Եթե քննարկումները Հայաստան դաշինքի ձևաչափը պահպանելու շուրջ են, սա նշանակում է, որ այս դաշինքում առանձին անհատներ կլինեն, բայց նոր քաղաքական ուժեր ոչ։ Որովհետև խնդրահարույց չի մեզ համար, այսինքն բաց ենք այդ ֆորմատի համար, եթե անհատներ են, էլի որևէ կաշկանդում չկա, որ օրինակ քաղաքական ուժի ներկայացուցիչներ չեն կամ առանձին քաղաքական ուժ չեն։ Ինչ նոր անուններ կլինեն ցուցակում, ովքեր դուրս կմնան եւ ի վերջո դաշինքը կրկին կառաջնորդի Ռոբերտ Քոչարյանը։ Դաշնակցական Վարդանյանն ասաց, վերջնական որոշումներ սպասվում են փետրվարի վերջին։ Իսկ մինչեւ այդ նշեց, հակված են պահպանել դաշինքի անվանումը։ Ընտրություններին մասնակցել չմասնակցելու հարցը անցած շաբաթ առաջին անգամ քննարկել են նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետականի գործադիր մարմնում։ Բավականին ծավալուն շուրջ 3-3.5 ժամանոց քննարկում եղել, որի հետ կապված որոշում չի կայացվել եւ քննարկումները այս թեմայով շարունակվելու են։ 2021-ի արտահերթին Հանրապետականը եւս մասնակցեց դաշինքով։ Ցուցակը գլխավորում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որը ընտրվելուց մոտ 1 տարի անց վայր դրեց մանդատը։ Աբրահամյանն ասաց, մասնակցության ձևաչափն առհասարակ չեն քննարկել։ Ընդ որում, միջև ընտրությունները վարչապետին իմփիչմենթով հեռացնելու իրենց օրակարգը փակված չեն համարում։ Պատիվ ունեմը ամիսներ առաջ է նման նախաձեռնությամբ հանդես եկել, ստացել նաև Հայաստան խմբակցության ստորագրությունները, բայց գործընթացն առաջ չի գնում։ Մինչ խորհրդարանական ընդդիմությունը իր պատկերացումներն է փորձում ձևավորել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, կոնկրետ 1 կամ 2 ընդդիմադիր դաշինքներով մասնակցելու առաջարկ են անում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը։ Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսից կարծում են, ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվի գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի շուրջ։ Ակնհայտ է, որ հիմա կա ֆավորիտ։ Հա, Այդ Կարապետյանից քաղաքական ուժն է, հա, իհարկե բանակցում ենք։ Մեր ձևով շարժման հետ բանակցություններից Զուրաբյանն ասաց, քանի արդյունք չկա, մանրամասներ չի հայտնի։ Իսկ ընդհանուր առմամբ, ինչու դիմադիրների համախմբում իրենցից քրճակած գլխավոր օրակարգի Նիկոլ Փաշինյանի հեռացման շուրջ դեռ չի նշмарվում։ Ինչն է խանգարում։ Շատ վատ բան եք ինձ առաջարկում, որ ես հիմա սկսեմ մեղադրանքներ մեղքեր բաշխել, մեղադրանքներ ներկայացնել եւ այլն։ Ես կարող եմ ընդհանրապես ասեմ, մեր դիրքորոշումը շատ ճկուն է։ Մենք առաջարկել ենք այդ կոմիտեի մոդելը, որտեղ այդ լիդերության համար պայքարից խուսափելու համար մենք ասում ենք եկեք ստեղծենք կոմիտե, որը հետագայում կընտրի, ասենք, վարչապետի թեկնածուն։ Հասկանում եք, դա շատ ճկուն մոդել է, մենք առաջարկել ենք, ոչ ոք չի մերժում հերքում, բայց գործը առայժմ առաջ չի գնում։ Այսինքն լիդերության շուրջ ամեն դեպքում կան խնդիրներ։ Իսկ դուք ո՞նց եք կարծում, ո՞նց կարող է չլինի։ Զուրաբյանը, որ պատրաստ է միավորման դեպքում չլինել վարչապետի թեկնածու, չհստակեցրեց, որ ուժերն են այդ հարցում անզիջում։ Մեր ձևով շարժման վարչապետի թեկնածուն Նարեկ Կարապետյանն է։ Այս մասին պաշտոնապես կհայտարարվի փետրվարի 12-ին։ Կարապետյանն այսօր մեկնաբանություններից հրաժարվեց։ Կներեք, մենք այսօր չենք պատասխանի հարցերի, շնորհակալ եմ շատ։ Արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից Սամվել Կարապետյանի հետ քննարկումների մասին հայտնել է նաև ընդդիմադիր մեծ դաշինք ձևավորելու կողմնակից Լուսավոր Հայաստանը, բայց կրկին առանց կոնկրետ արդյունքի։ Ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են նաև Երևանի Ավագանիում քաղաքացիական պայմանագրի կոալիցիոն գործընկեր Հանրապետություն կուսակցությունը։ Վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է։ Ընտրություններին մասնակցելու են նաև նախկին Միպարման Թաթոյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Քաղաքացիական պայմանագիրը միայնակ է մասնակցելու։ Իշխող ուժից կարծում են 50%-ից ավելի ձայն կստանան։